Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն նախօրեին տվյալներ հրապարակեց, ըստ որի անցնող 8 ամիսների ընթացքում հարկային հավաքագրումները նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցել են մոտ 2 միլիարդ դրամով եւ գերազանցումը կարող էր 3 միլիարդով էլ ավելի լինել, եթե չլինեին մի շարք կառուցվածքային եւ օրենսդրական խնդիրներ։ Թվում է, որ այս հայտարարությունը պետք է ոգևորի։ Պետական եկամուտները հավաքագրվում են եւ սա նշանակում է, որ պետական բյուջեն կատարվում է, ինչը կարևոր է պետական ծախսերի համար, թե սոցիալական, թե առողջապահական, թե առավել եւս պաշտպանական բնագավառներում։ Սակայն դատելով Հայաստանի տնտեսության վիճակից, պարզ հարց է առաջանում, թե ինչի հաշվին են պետական եկամուտները ավելանում դրանց հավաքագրումները նախորդ տարվա համեմատ, եթե նախորդ տարվա համեմատ Հայաստանի տնտեսական ցուցանիշներից գործնականում կայուն աճ ցուցաբերում են միայն պետական պարտքերը։ Օրերս ազգային վիճակագրական ծառայությունը տվյալներ է ներկայացրել, որ նախորդ տարվա հուլիսի համեմատ ընթացիկ տարվա հուլիսին արձանագրվել է տնտեսական ակտիվության մոտ 5% անկում։ Հրապարակվում են վիճակագրական տվյալներ, որ Հայաստանից ավելի շատ կապիտալ դուրս է գնում, քան գալիս ներդրումների տեսքով։ Էապես կրճատվել են տրանսֆերտները նախորդ տարվա համեմատ եւ ահա այս ամենով հանդերձ հարկային հավաքագրումները նախորդ տարվա համեմատ ավելանում են։ Որտեղից, եթե ակնհայտ է, որ դա չի կարող լինել տնտեսական աճի հաշվին, ուրեմն դա տեղի է ունենում բիզնեսի մաշկի հաշվին։ Կա իհարկե ստվերի տարբերակը, ՊԵԿ-ը կրճատում է ստվերը, սակայն այս առումով պետք է արձանագրել, որ Հայաստանում չի եղել պետեկամուտների կոմիտեի մի նախագահ, որը չի հայտարարել ստվերի կրճատման հաշվին, ստվերի դեմ պայքարի հաշվին պետական եկամուտները կատարելու եւ գերակատարելու մասին։ Սակայն Հայաստանի տնտեսությունն այդպես էլ չի զգացել ստվերի կրճատման էֆեկտը, ընդ որում թե տնտեսական, թե առավել եւս քաղաքական էֆեկտը։ Բանն այն է, որ Հայաստանում ստվերը քաղաքական երևույթ է եւ պետք է դուրս գալ խաբկանքից, թե այն տնտեսական է։ Ըստ այդմ Հայաստանում ստվերի դեմ պայքարը նախ եւ առաջ պետք է ունենա քաղաքական դրսևորումներ։ Եթե դրա դրսևորումները չկան, ապա չեն կարող լինել տնտեսական ցուցանիշներ։ Հետևաբար քաղաքական դրսևորումների պարագայում տնտեսական ցուցանիշների մատուցումը պարզապես քարոզչական խաբկանք է։ Իսկ քաղաքական դրսևորումներ չկան, որովհետեւ ակնհայտ է, որ իշխանական համակարգում մի կողմից գոյություն չունի մեծ առավելություն ունեցող ուժը, որը մյուս թևերին կամ թևին կստիպի ստվերից գումարներ դուրս բերել հանուն բյուջեի, եւ մյուս կողմից գոյություն չունի ներիշխանական կոնսենսուսը, որի արդյունքում բոլոր թևերը ստվերից գումարներ դուրս կբերեն համամասնորեն։ Այս իրավիճակում կասկածից վեր է, որ իշխանությանը մնում է ապավինել ընդամենը ավանդական վիճակագրական մեթոդական մանիպուլյացիաներին եւ իհարկե փոքր ու միջին ձեռնարկատիրության հանդեպ վարչահարության ինտենսիվացմանը։ Թե ինչ համամասնությամբ է ստացվել 8 ամիսների եկամուտների հավաքագրման պատկերը դժվար է ասել, սակայն դատելով Հայաստանում առավել քան տեսանելի, բայց ոչ ուսադրող տնտեսական իրականությունից անկասկած է, որ առանցքային երկու բաղադրիչներից դուրս այլ շոշափելի բաղադրիչներ գոյություն չունեն։ Դա է նաև պատճառը, որ գոյություն չունի տնտեսական շոշափելի դինամիկա, պարտքի աճից բացի։ Սրան զուգահեռ իհարկե նախընտրական շրջանում առաջանում են բազմաթիվ ներիշխանական հարցեր կապված տարբեր թևերի ֆունկցիոնալ պիտանելիության հետ, եւ այս իմաստով, ինչպես ցանկացած պետական կառավարման օղակ, պետեկամուտների կոմիտեն էլ իհարկե ձգտում է ցուցադրել իր նոր ղեկավարի ֆունկցիոնալ կարողությունները, եւ այստեղ իհարկե շատ ուշագրավ է այն, որ պետեկամուտների կոմիտեն հարկային ցուցանիշների կատարման մասին տեղեկությունը հրապարակում է տնտեսական անկման, ներդրումների անկման տեղեկություններից հետո, այդպիսով դրսևորելով իշխանության ներսում իսկապես առկա դիմակայությունը, որն արտահայտվում է այլևս պետական վիճակագրության հակասականության տեսքով անգամ։ Հովհաննես Հովսեփյանն ըստ երևույթին շտապում է վարչապետ Հովիկ Աբրահամյանին օգնությամբ ազգային վիճակագրական ծառայության բավական տխուր վիճակագրությունից հետո, հատկապես տեսնելով, թե սեպտեմբերի 1-ին լրագրողների հարցերից ինչ բարդ վիճակում է հայտնվել Հովիկ Աբրահամյանը։ Պատահական չէ, որ պետեկամուտների կոմիտեի վիճակագրությունը հաջորդեց հենց սեպտեմբեր 1-յան այդ դրվագին։ Հայաստանի քաղաքացի, գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ, նախկինում դիվանագիտական աշխատանքի մեծ փորձ ունեցող Ստեփան Գրիգորյանի մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելելու մինչև 2030 թվականը նրան Ռուսաստան մուտքի թույլտվությունից զրկելու մասին Ռուսաստանի որոշումը գրավել է հայաստանյան ակտիվ հանրության ուշադրությունը։ Այստեղ մենք գործ ունենք ոչ միայն լոկ միջադեպի հետ, որը շատերը դիտարկում են նաև որպես պատասխան Երևանում Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ձերբակալելու, որը հետախուզվում էր ամերիկյան իրավապահների կողմից։
Ստեփան Գրիգորյանի հետ տեղի ունեցած նստեյության բոլորովին նոր երևույթ է հայ-ռուսական, իսկ առավել լայն իմաստով եվրասիական հարաբերությունների հարթությունում։ Վերջին հաշվով, եթե խնդիրը լիներ Միրոնովի համար պատասխանը, ապա կասկածից վեր է գրեթե, որ Ռուսաստանը կգտներ դրա համար բոլորովին այլ մի քաղաքացու, այլ մասնագիտության կամ ոլորտի ներկայացուցիչի։ Այս դեպքում քաղաքագիտական ակտիվ գործունեություն ծավալած Հայաստանի եվրաինտեգրացիայի ուղղության կողմնակից, նաև այսպես ասած տեսաբան հանդիսացող հեղինակավոր անձնավորության արտաքսումը կամ մուտքի արգելքն ունի բոլորովին այլ ենթատեքստ եւ անկասկած հանդիսանում է բոլորովին այլ ուղերձ եւ գուցե թե ոչ միայն Հայաստանի իշխանություններին, այլև Եվրամիությանն ու Միացյալ Նահանգներին։ Եվ այս ուղերձն ըստ էության կապված չէ միգուցե Միրոնովի հետ ընդհանրապես, այլ ունի շատ խորքային ենթատեքստ։ Խնդիրն այն է, որ ապրիլյան պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը կտրուկ փոխվել է եւ այդ փոփոխությունների մի զգալի մասը տեսանելի չէ եւ ըստ այդմ չի ընկալվում լայն հանրության կողմից։ Սակայն իրականում փոփոխությունները հսկայական են, այն իմաստով, որ տարածաշրջանում պատերազմի լիցք է պարպվել։ Լիցք, որն իր ռազմավարական դաշնակից երկրում սեփական վարկի եւ հեղինակության հաշվին կուտակում էր Ռուսաստանը, միլիարդավոր դոլարների սպառազինություն մատակարարելով Ադրբեջանին եւ զուգահեռ ցուցաբերելով նաեւ անթաքույց քաղաքական աջակցություն չափազանց լուրջ խնդիրներ լուծելու համար։ Սակայն լիցքը պարպվեց, իսկ խնդիրները չլուծվեցին եւ այժմ ըստ էության Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունը լիցքաթափվել է, քանի որ այն ուներ միմիայն պատերազմական լիցք։ Դրա դիմաց շարունակում է գոյություն ունենալ Եվրամիության, Եվրաատլանտյան հանրության լիցքերը, որոնք տնտեսական, քաղաքական, քաղաքացիական, հասարակական զարգացման տարբեր տեխնոլոգիական առաջարկներ են, մասնավորապես հայաստանյան հանրությանն ուղղված։ Այսինքն, ապրիլից հետո դինամիկայի, տեսանելի փոփոխությունների առումով շատ բան չի փոխվել, սակայն խորքում հիմնարար փոփոխություններ են տեղի ունեցել աշխարհաքաղաքական ուժերի հավասարակշռությունում։ Ստեփան Գրիգորյանի, այսինքն Հայաստանի հանրային քաղաքական կյանքում ընդգծված Եվրաատլանտյան նկարագիր ունեցող անձնավորության հանդեպ իր այս քայլով Ռուսաստանն ըստ էության ցույց է տալիս, որ ուժերի խախտված, իր կողմից լիցքաթափված հավասարակշռությունը կփորձի վերականգնել այլ ուղղությամբ, Եվրաատլանտյան ինտեգրացիայի տեսական մտքի հանդեպ տարաբնույթ հետապնդումներով։ Դրանք սկսել են ռուսական սահմանին, հայկական օդանավից անմիջապես հետո, սակայն դրանք կարող են նաև շարունակվել հենց Հայաստանում, Հայաստանի սահմանին, եթե չմոռանանք, որ այդ սահմանն էլ զգալիորեն հսկում են ռուս սահմանապահները։ Եվ այս կոնտեքստում իհարկե ամենևին պատահական չէ, որ Ստեփան Գրիգորյանի հանդեպ գործողությունը կատարվում է այն ժամանակ, երբ ինչ-որ ռուսական կամ եվրասիական տեղեկատվական ռեսուրսներ Հայաստանում սկսել են բացահայտորեն զբաղվել, այսպես ասած, վհուկների որսով, առայժմ իհարկե նրանց մատնշագրելով որպես գործակալներ։ Ռուսաստանը պարտվում է մրցակցությանը, զրկվում է իր համար միակ պատերազմական լիցքից, գոնե շոշափելի հեռանկարի մասով, եւ այդ պատճառով ուղերձ հղում, որ կանցնի արդեն Հայաստանում ռուսական կուրսի որևէ այլ ընտրանքի մասին խոսող քաղաքացիական ակտիվ շրջանակների ուղիղ տորպեդահարման։ Սակայն սա իհարկե չպետք է խոճապի առիթ կամ հիմք լինի։ Հակառակը, սա ինքնին խոճապի նշան է։ Պարզապես նման դեպքերում անհրաժեշտ է առավել զգոն լինել եւ իրականության սթափ գնահատման եւ ռիսկերին ու մարտահրավերներին սթափ արձագանքի միջոցով կառավարել խոճապը, դրանով պատված սուբյեկտի անկառավարելի շարժումները չեզոքացնելու եւ ծավալումը կանխելու համար։ Հայկական երկրորդ պետությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր տոնում է իր անկախության 25-րդ տարեդարձը։ 25 տարիների ընթացքում մենք իհարկե բազմիցս խոսել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության, այդ իրողության ձևավորման, պատճառների, դրդապատճառների, դժվարին ու բարդ ընթացքի մասին։ Եվ այս իմաստով հազիվ թե կրկնության կարիք կա, քանի որ հազիվ թե Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, որոնք տեղյակ չեն մեր քառորդ դարի պատմությունից, չունեն դրա վերաբերյալ իրենց գնահատականը, կարծիքները, պատկերացումները, իհարկե ըստ իրենց ունեցած տեղեկատվության։ Նաև անկասկած է, որ մեր ոչ վաղ անցյալի, ընդամենը քառորդ դարյա այդ պատմությունը մեր կյանքում եւ անկասկած նաև ապագա սերունդների կյանքում վերարժևորվելու է անխուսափելիորեն, գալու է նոր հայացք, նոր գնահատական, նոր վերաբերմունք։
Դա պատմության, այսպես ասած, ճակատագիրն է, եւ չկան միանշանակ գնահատականներ կամ հաստատուն գնահատականներ։ Հաստատուն պետք է լինի պետականությունը, եւ այս տեսանկյունից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տարեդարձը եւ ընդհանրապես ցանկացած պետական տոն պետք է գնահատվի եւ արժևորվի ոչ թե որպես պատմական իրադարձություն, այլ ներկա, առօրյա, որի վրա կառուցվում է ապագան։ Սա վերաբերվում է նաև Հայաստանի Հանրապետությանը, որի 25-րդ տարեդարձն էլ կնշենք մի քանի շաբաթից։ Եվ այսպես Լեռնային Ղարաբաղի անկախության 25-րդ տարեդարձը ներկայի եւ ապագայի պրիզմայով մենք նշում ենք լիովին նոր ռազմաքաղաքական մի իրավիճակում, որ ձևավորվել է ապրիլյան պատերազմից հետո։ Այդ պատերազմն ըստ էության նույնիսկ որոշակիորեն գիծ է քաշել, բաժանել է անցած 25 տարիներն ու ներկան, նաև ապագան։ Եվ այս համատեքստում, իհարկե, Լեռնային Ղարաբաղի անկախությունն արդեն իսկ վերարժևորվում է մի շարք առումներով, քանի որ ապրիլյան պատերազմից հետո ստեղծված վիճակում այն դառնում է արդեն իսկապես աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային գործոն։ Այդպիսին է դառնում այն իմաստով, որ ապրիլին Ադրբեջանն ըստ էության փորձեց ռազմական ուժով կասկածի տակ դնել այդ գործոնը, սակայն ստացավ գործնական հակադարձում եւ Ղարաբաղն ըստ էության ցուցաբերեց պետական կենսագործունեության բավական հասուն մի օրինակ, որը ոչ միայն աննկատ չմնաց աշխարհում, այլև ըստ էության ստացավ հաստատագրում եւ արձանագրում։ Լեռնային Ղարաբաղի անկախությունն այսօր միջազգայինորեն ճանաչված չէ, սակայն երբ ապրիլյան պատերազմից հետո այսպես կոչված կարգավորման գործընթացի օրակարգից ոչ միայն դուրս չի գալիս, այլև օրակարգում հաստատագրվում է 1994 թվականի հրադադարի հաստատման համաձայնագրի հարցն ու դրվում հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների հարցը, դա արդեն իսկ նշանակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սուբյեկտության ճանաչում արդեն օրակարգային առումով։ Չէ որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների ներդրումը ենթադրում է ինչ-որ իմաստով շփման գծի սահմանի արձանագրում միջազգայինորեն։ Մայիսին Վիեննայում տեղի ունեցած հանդիպման օրակարգն ըստ էության հենց այդ օրակարգն է, Ղարաբաղի անկախության ճանաչման միջազգային օրակարգը, պարզապես ոչ թե ճանաչման ակտի, այլ գործընթացի տեսքով։ Ահա թե ինչու Վիեննայից շեղումը նշանակելու է շեղում Հայաստանի եւ Ղարաբաղի անվտանգությունից։ Այստեղ խնդիրը լոկ հրադադարի պահպանումը չէ, այլ հենց այն, որ Վիեննայի օրակարգի համատեքստում հենց Լեռնային Ղարաբաղի ճանաչման գործընթացն է, դրա տրամաբանության հրատապությունը ապրիլյան պատերազմից հետո, որը փաստորեն ճանաչում է միջազգային հանրությունը, միջնորդները, բացառությամբ իհարկե Ռուսաստանի, որը Վիեննային փորձեց հակադրել Սանկտ Պետերբուրգը, որտեղ հրադադարի մեխանիզմների հարցը փորձ արվեց հանել։ Սակայն միաժամանակ հստակ է, որ թե Միացյալ Նահանգները եւ թե Ֆրանսիան պնդեցին այդ հարցը։ Խնդիրն այն է, որ Ղարաբաղի անվտանգությունը ենթադրում է ոչ միայն կարճաժամկետ հատվածով ռազմական գործողությունների բացառում, այլև երկարաժամկետ ռազմաքաղաքական իրավիճակ, որում անկասկած չափազանց կարևոր է Լեռնային Ղարաբաղի միջազգային սուբյեկտության ճանաչումը։ Վիեննայի գործընթացն ըստ էության այդ գործընթացն էր, որի շարունակությունը սակայն կախված է եւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարության աշխարհաքաղաքական համարժեքությունից։ Ահա այս իմաստով Լեռնային Ղարաբաղի անկախության 25-րդ տարեդարձը ստանում է իսկապես առանձնահատուկ նշանակություն։ Այսօր տոնական, իսկ վաղն ու հաջորդ օրերին արդեն ինտենսիվ աշխատանքային նշանակությամբ։